Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալի նկարահանումները շարունակվում են և սյուժեն մտնում է ամենալարված ու ամենաքննարկվող փուլերից մեկը։ Յուրաքանչյուր նոր դրվագ ոչ միայն զարգացնում է պատմությունն, այլ նաև առաջացնում է նոր հարցեր, որոնք երկար ժամանակ չեն լքում հեռուստադիտողների միտքը։ Այս օրերին սերիալի երկրպագուներին հատկապես մտահոգում է մեկ կարևոր հարց՝ ուր է Վարոն։ Հայկի ընկերը Վարոն սերիալի այն կերպարներից է, ով սկզբից իսկ սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Նա այն մարդն էր, ով ամենածանր պահերին կանգնած էր Հայկի կողքին, և ամենակարևորը, նա այն կերպարն է, ով Հայկին փրկելու համար սեփական կյանքը վտանգեց։ Արմոյի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հենց Վարոնն էր, որ իր վրա վերցրեց մեղքը և հայտնվեց բանտում, թույլ տալով, որ Հայկն ազատության մեջ մնա։ Սա փոքր քայլ չէր, սա զոհաբերություն էր, և հենց այդ պատճառով էլ Վարոյի անհետացումը վերջին մի քանի սերիաներում դարձել է լուրջ քննարկման թեմա։ Հեռուստադիտողները նկատել են, որ Վարոն արդեն մի քանի սերիա է, ինչ չի երևում էկրանին, ավելի մտահոգիչ է այն, որ Հայկն ինքը գրեթե չի հիշատակում Վարոյի մասին։ Այն Հայկն, ով ամեն ինչ անում էր ընկերների համար, ով ծանր էր տանում դավաճանությունը, կարծես թե մոռացել է այն մարդուն, ով իր փոխարեն նստեց բանտում, և սա շատերի համար անընդունելի է թվում սյուժեի տեսանկյունից։ Այս ֆոնին սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Վարոյին մարմնավորող երգիչ, դերասան Աշոտ Թովմասյանը գուցե այլևս չի շարունակելու նկարահանվել սերիալում, թե արդյոք սա ստեղծագործական որոշում է, սցենարային փոփոխություն, թե դերասանի անձնական զբաղվածության հետևանք, առայժմ անհայտ է։ Պաշտոնական հայտարարություն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։ Բայց եթե Վարոն իսկապես դուրս գա սերիալից, դա կարող է լուրջ բաց թողնել սյուժեում։ Նրա կերպարը ոչ միայն Հայկի ընկերն էր, այլ նաև խղճի ձայնը, հավասարակշռող ուժը, որը շատ դեպքերում կանխում էր ավելի մեծ ողբերգությունները։ Նրա բացակայությունը կարող է ցույց տալ, որ Հայկն աստիճանաբար մենակ է մնում առանց այն մարդկանց, ովքեր նրան պահում էին ճիշտ ճանապարհի վրա։ Միևնույն ժամանակ, սցենարային տեսանկյունից Վարոյի վերադարձը կարող է դառնալ շատ լուրջ շրջադարձ։ Բանտից դուրս եկած Վարոն կարող է բացահայտել նոր ճշմարտություններ, ունենալ իր սեփական հաշիվները Արմոյի հետ և նույնիսկ դառնալ առանցքային ֆիգուր Հայկի և Արմոյի վերջնական բախման մեջ։ Այդ դեպքում նրա ժամանակավոր բացակայությունը կարող է լինել պարզապես լարվածության կուտակում։ Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ սերիալում հարաբերությունները քանդվում են, գաղտնիքները բացահայտվում են, իսկ հերոսները կանգնած են ծանր ընտրության առաջ։ Եվ հենց այս փուլում Վարոյի նման կերպարի բացակայությունն առավել նկատելի է դառնում։ Մնում է սպասել պաշտոնական տեղեկության՝ կվերադառնա արդյոք Աշոտ Թովմասյանը «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալ, թե նրա կերպարն արդեն իր առաքելությունն ավարտել է, ցույց կտա ժամանակը։ Մի բան հստակ է՝ առաջիկա սերիաները լինելու են լարված, անակնկալներով լի, և յուրաքանչյուր վերադարձ կամ բացակայություն կարող է ամբողջությամբ փոխել պատմության ընթացքը։ Հեռուստադիտողներին մնում է միայն սպասել ու հետևել զարգացումներին, որովհետև «Հարսնաձորի լեգենդը» դեռ պատրաստվում է մեծ հարվածների։ Իսկ մինչ կբացահայտվի, արդյոք երգիչ դերասան Աշոտ Թովմասյանը կնկարահանվի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում, թե ոչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ են սպասվում «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, առաջինը լինելու տեղեկացված, բաժանորդագրվեք և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում Աշոտ Թովմասյանը կշարունակի նկարահանումները, թե նա ավարտել է։ Նշենք, որ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում իրադարձությունները դառնում են էլ ավելի լարված ու էլ ավելի ինտրիգային։ Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստադիտողները ուղղակի գանված մնան հեռուստաէկրաններին։ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալարտադրության ոլորտում։ Նշենք, որ յուրաքանչյուր օր բազմահազարանոց հետևորդներ, հեռուստասերիալի սիրահարներ դիտում ու քննարկում են հեռուստասերիալի սերիաները։
Իսկ հեռուստասերիալում իսկապես, ինչպես արդեն նշեցինք, ինտրիգային իրավիճակներ են, ինչպես կվարվեն Նարեի ծնողները, երբ պարզեն, որ Հայկն ու Նարեն միասին հեռացել են, ինչպես կվարվի Վռամը Սոնայի հետ այս ամենից հետո, և վերջապես, ինչպես կվերաբերվի Հայկը Նարեին, երբ իմանա, որ այս ողջ ընթացքում Նարեն խաբել է Հայկին, ավելի շուտ լռել է այն, ինչի մասին նա իմացել է շատ վաղուց, իմացել է, որ Լալան վերադարձել է Հայաստան, մի քանի անգամ նույնիսկ հանդիպել նրա հետ և վաղուց արդեն տեղյակ է, որ հենց իր հայրը Սաքոն է սպանել Հայկի հորը։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին։